Բարի լույս եւ բարի երեկո մեր մասնակիցներին։ Իմ անունը Նորա Ավետյան է, Կալիֆոռնիայի համալսարանի Լոս Անջելես մասնաճյուղի գրադարանավար եւ IALA-ի հիմնադիրներից մեկը։ Ուրախ ենք, որ մասնակցում եք IALA-ի այսօրվա կազմակերպած ծրագրին։ IALA-ն անգլերեն հապավումն է միջազգային հայկական գրադարանավարների եւ արխիվագետների միության։ IALA-ն կազմվել է որպես մի հարթակ աշխարհի բոլոր անկյուններում աշխատող գրադարանավարներին, արխիվագետներին եւ ինչու ոչ թանգարանների աշխատողներին իմի բերելու միտումով։ Ավելի խոր կապերի եւ համագործակցության ակնկալիքներով։ Մենք հույս ունենք ծառայելու որպես տեղեկատվության, մտքեր եւ լուծումներ առաջարկելու հարթակ։ Մի հարթակ բարձրացնելու այն խնդիրների մասին, որոնք կարևոր են մեր մասնագիտությունում։ Ցանկանում ենք IALA-ի միջոցով քաջալերել աշխույժ մասնակցություն եւ փորձերի փոխանակում, բացահայտել եւ քարտեզագրել թե տպագիր եւ թե թվայնացված հավաքածուները հաջորդ սերունդներին փոխանցելու նպատակով։ Կխնդրենք այցելել մեր կայքը iala.org հավելյալ տեղեկության համար։ Մեր նախորդ ծրագրերի ձայնագրությունները դիտելու եւ ինչու ոչ միանալու մեր կազմակերպությանը։ Բոլորիդ սիրով սպասում ենք։ Good morning, good afternoon, and good evening. We are so pleased you have joined us for today's program presented by IALA, the International Association of Armenian Librarians and Archivists. IALA was created to provide a worldwide platform for archivists and librarians working with Armenian collections to network with each other, share information and ideas, and solve challenges, promote issues important to our field, encourage participation and provide mentorship, and to uncover, surface, and map hidden collections, both physical and digital. Please go to our website, iala.org, to find out more about us and to view past programs, also considering joining this all-volunteer effort. Մեր այսօրվա դասախոսությունը հայերեն է լինելու եւ կոչվում է Ապրող գրադարան հետազոտական աշխատանքի կենսավայր։ Դասախոսությունը վարելու է Օրիորդ Լուսին Շաբոյանը, որը արվեստաբան է, Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի հետազոտող։ 2020 թվականին ավարտել է Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի պատմության եւ տեսության բաժինը։ 2016-ից մինչև 2017 թվականը աշխատել է Մարտիրոս Սարյանի անվան տուն թանգարանում որպես կամավոր։ Աշխատակցել է Էրիկա Դոսի 20-րդ դարի ամերիկյան արվեստը գրքի թարգմանական աշխատանքներին։ 2021-ից 2022 թվականները աշխատել է Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտում որպես գրադարանավար։ Այժմ նույն ինստիտուտում անկախության պատկերը բաղձանքի եւ իրականության միջև արդի հայկական պետականության 3 հանգրվան թեմայով հետազոտությամբ ներգրավված է մշակույթ եւ արդիականացում հետազոտական նախագծում։ Այժմ խոսքը փոխանցում եմ Տիկին Օրիորդ Շաբոյանին եւ նախորդ շնորհակալություն եմ հայտնում ընդունելու մեր հրավերը այս դասախոսությունը կարդալու համար։ Շնորհակալություն։ Հովհաննիսյան ինստիտուտը հիմնադրվել է 2014 թվականին Երևանում։ Սա ինստիտուտի առաջին հիմնադիր ժողովն է։ Ինստիտուտը առաջ գործում էր Ազատություն 10 հասցեում, փոքրիկ գրադարան էր եւ մեր նպատակն էր այս փոքրիկ գրադարանը դարձնել ընթերցողների, հետազոտողների եւ ուսանողների առավել լայն շրջանակի համար հարմար միջավայր, ինչը այն ժամանակ պետք է նշեմ, որ ըստ էության դեռ անհավատալի էր, բայց այսօր մենք ունենք այս գրադարանը։ Ինստիտուտը կրում է պատմաբան Աշոտ Հովհաննիսյանի անունը։ Սա Աշոտ Հովհաննիսյանն է, խորհրդահայ գործիչ, նա եղել է խորհրդային Հայաստանի հիմնադիր ղեկավարներից, առաջին լուզժողկոմ, որը ներկայիս մշակույթի նախարար է կոչվում։
Ուրեմն ինչու հենց Հովհաննիսյանի անունով, որովհետև Հովհաննիսյանը պատմաբան էր, ով պատմությունը հասկանում էր նախ եւ առաջ իր հակասությունների եւ լարումների միջոցով։ Ուրեմն Հովհաննիսյանի գիտական գործունեությունը հետևողականորեն եւ դինամիկ կերպով միահյուսել է նյութի հանդեպ հոգատարությունը, գիտական ներողություն եմ խնդրում ես ձեների համար, իմ շունն է, մի վարքյան ներողություն եմ խնդրում։ Հա, ուրեմն դինամիկ կերպով միահյուսել է նյութի հանդեպ հոգատարությունը, գիտական անաչառությունը, տեսաբանական խորությունը եւ քաղաքական դիրքորոշումը։ Ուրեմն ինստիտուտի գիտահետազոտական աշխատանքների հիմքում ուրեմն մեծ իմաստով ընկած է Աշոտ Հովհաննիսյանի պատմագիտական այս մեթոդաբանությունը։ Ինստիտուտի նպատակն է նախ եւ առաջ հումանիտար հետազոտությունների խթանումը եւ պատահական չէ, որ ինստիտուտի ռեսուրսների հիմքը գրադարանը հենց հումանիտար ուղղվածության է։ Ինստիտուտը ունի արվեստի պատմության, տեսության, փիլիսոփայության, գրականագիտության, ժամանակակից տեսությունների եւ հայագիտության բաժիններ, ինչպես նաեւ հնատիպ գրքերի հավաքածու։ Գրադարանի հիմքն է կազմում նախ եւ առաջ Վարդան Ազատյանի հավաքածուն, բայց ինստիտուտում են պահվում Արվեստ Հայաստան հիմնադրամ ֆոնդը, վերջերս ներեցեք Արվեստ Հայաստան հիմնադրամի ֆոնդը, Ուտոպիանա ֆոնդը, ինչպես նաև վերջերս ինստիտուտին նվիրվեց Խաչիկ Թոլոդյանի շուրջ 3000 գրքերի հավաքածուն, եւ այսպես ինստիտուտը պարբերաբար համալրումներով, ինչպես նաև անձնական նվիրատվություններով անընդհատ պարբերաբար համալրման մեջ է։ Հովհաննիսյան ինստիտուտի բացի այս հավաքածուներից առանցքային է նաև հենց Հովհաննիսյան ինստիտուտի հրատարակությունները։ Այստեղ հրատարակությունները պատմաբանական, նույնպես գրականագիտական, փիլիսոփայական, մշակութային ուղղվածության են։ Առանցքային պետք է համարել այս առումով ինստիտուտի ներքին գրոց մատենաշարը, որը ինստիտուտի հրատարակության առաջնայնություններից է։ Ներքին գրոց մատենաշարի նպատակն է հայերեն թարգմանել 19-ից 20-րդ դարերում Եվրոպայի եւ Ամերիկայի համալսարաններում ուսանած հայ ուսանողների ավարտաճառերը։ Ուրեմն ներքին գրոց մատենաշարի անվանումը ինքը հղում է 5-ից 6-րդ դարերի հայ միջնադարյան թարգմանական գրականությանը, որտեղ նախ եւ առաջ հայերեն էին թարգմանվում արտաքին գրերը, նախ եւ առաջ դա հունաբան դպրոցի գրականություններ եւ փիլիսոփայական
աշխատությունները, այսինքն արտաքին գրերի թարգմանությունը, իսկ եթե միջնադարում ուրեմն հայ տեսական միտքը կայանում էր, այսպես ասած, օտար արտաքին թարգմանությունների միջոցով, այս շարքը ուրեմն 19-ից 20-րդ դարերի ուսանողության, արևելահայ ուսանողության աշխատությունները, որոնք փաստորեն գրվել էին օտար լեզվով, թարգմանում է հայերեն։ Ուրեմն մենք կանգնած ենք այս հայկական համատեքստին եւ հայերի փորձառությանը վերաբերող խնդիրները նախ եւ առաջ հայերեն թարգմանելու մարտահրավերների առջև։ Առաջինը դա, որ հրատարակել ենք 2016-ին Աշոտ Հովհաննիսյանի Իսրայել օրին եւ հայ ազատագրական գաղափարը ավարտաճառներ, որը նա պաշտպանել է 1913-ին Մյունխենում, եւ երկրորդը Միսակ Խոստիկյանի Դավիթ Փիլիսոփան աշխատությունը։ Բացի այս ներքին գրոց շարքից, ինչպես նշեցի, ունենք նաև գրականագիտական Վաչե Սարգսյանի եռահատոր աշխատությունների հրատարակությունը, խորհրդահայ գրող Վաչե Սարգսյանի, ինչպես նաև սփյուռքահայ գրող Զարե Որփունու գիտական աշխատությունների քննական վերահրատարակությունները ինստիտուտի առաջնայնություններից են։ Մեր ինստիտուտի նպատակը փաստորեն գրադարանում եղած այս հավաքածուները ընթերցողների լայն շրջանակին հասանելի դարձնելն է։ Դա ինստիտուտի առաջնայնություններից է։ Ուրեմն այս առումով առանցքային պետք է համարել ներկայումս ինստիտուտում ընթացող ապրող գրադարան ծրագիրը, ապրող գրադարան ծրագրի նպատակը դրանք մեր գրադարանում եղած գրքերի կատալոգավորումն է, դասակարգումը եւ ամենակարևորը նաեւ երիտասարդ հետազոտողների հետ տեղի ունեցած հանդիպումները, որով ինստիտուտը հնարավորություն է ընձեռում երիտասարդ, դեռևս սկսնակ հետազոտողներին ներկայացնել իրենց աշխատանքը հանրային միջոցառումներին, ստանալ խորհրդատվություն եւ ինչպես նաեւ կապեր հաստատել ինստիտուտի անդամների հետ։ Ուրեմն ինստիտուտի գործունեությունը հիմնականում երկու ուղղվածության է, դա կրթական եւ հետազոտական ծրագրերն են։ Ուրեմն այս պահի դրությամբ ինստիտուտի համար առանցքային է մշակույթ եւ արդիականացում ծրագիրը, որը հայկական արդիությունների ուսումնասիրման նախագծի մաս է, սա 6-ամյա երկարաժամկետ ծրագիր է, բաղկացած է երկու մոդուլներից, ուրեմն առաջին մոդուլը կոչվում էր, սա մեր հետազոտական թիմն է, ուրեմն առաջին մոդուլը կոչվում էր Բարք եւ քաղաքականություն, երկրորդ մոդուլը պետությունը, բաղձանքի եւ կենցաղի միջև։ Ուրեմն ինչու մշակույթ եւ արդիականացում, նախ նշեմ, որ վերնագրում առկա մշակույթ բառը հղում է նախ եւ առաջ իր բուն իմաստին, կյանքը գործնականում ապրելի դարձնելու, մշակելու այս բուն իմաստին, որը ուրեմն մեծ իմաստով հակասության մեջ է ըմբռնվում դա արդիականացնելու ձգտող քաղաքականությունների հետ։ Ուրեմն ծրագիրը ուշադրության կենտրոնում է պահում այս ավանդված վարք ու բարքի եւ արդիականացման
ծրագրային քաղաքականությունների միջև լարումները, բնականաբար նախապատվությունը մեր հետազոտությունների տրվում է հայկական համատեքստին և հայկական փորձառությանը, միաժամանակ մենք փորձում ենք դա հարաբերել միջազգային և տարածաշրջանային առավել լայն փորձառության հետ։ Ուրեմն ծրագրի ավարտին իրականացվում են երկամյա ամեն 2 տարին մեկ իրականացվում են գիտաժողովներ, ամփոփվում են գիտաժողովներով, որտեղ հրավիրյալ հյուրերի միջոցով, ուրեմն այս հայկական փորձառությունը փորձում ենք հարաբերել միջազգային և տարածաշրջանային կոնտեքստների հետ։ Ուրեմն սա որպես ինստիտուտի հետազոտական բուն գործունեության մաս, բայց մեր առաջնահերթություններից է նաև այս հետազոտական աշխատանքները և կրթական ծրագրերը ապակենտրոնացնել և նաև Երևանի կենտրոնից տանել դեպի մարզեր։ Դրան է միտված Հովհաննիսյան ինստիտուտի մարզային ծրագիրը, ուրեմն այդ ծրագիրը մեկնարկել է 2022 թվականին, առաջին մասը, և այդ ծրագրի շրջանակում իրականացվել է «Ինչ է պատմում լուսանկարը» նախագիծը, ուրեմն ծրագրի մասնակիցները դրանք ավագ դպրոցի 15-ից 16 տարեկան երեխաներ էին Եղեգնաձոր համայնքից ու մասնակիցները լուսանկարների միջոցով փորձում էին անել հետազոտություններ, այսինքն լուսանկարների հիման վրա իրենց անձնական, ասենք տատիկի կամ պապիկի լուսանկարների միջոցով դասախոսների կողմից ընտրվում էին թեմաներ և մասնակիցները իրականացնում էին հետազոտություններ, իսկ հետազոտության վերջում արդեն իրականացնում էին ցուցահանդեսներ։ Ինստիտուտի առանցքայնություններից է նաև արվեստի ստուդիան, սա ստուդիան է, արվեստի ստուդիայի գործունեությունն իրականացվում է նույնպես մշակույթ և արդիականացում ծրագրի շրջանակում, որտեղ արվեստը իր պատմական զարգացմամբ դիտարկվում է իբրև հայաստանյան արդիականացման գործընթացների կարևոր պայման ու գործորդ։ Ուրեմն արվեստի ստուդիայի միջոցով ինստիտուտը արվեստագետներին տրամադրում է ուրեմն արվեստանոց, ստեղծագործելու միջավայր, ինչպես նաև ծրագրի վերջում իրականացվում են ցուցահանդեսներ հենց բուն արվեստագետների կողմից։ Ստուդիայի գործունեության մեջ է մտնում նաև արվեստի ռեզիդենսի ծրագիրը, որտեղ հայաստանյան արվեստագետները հնարավորություն են ստանում Նյու Յորքում ռեզիդենսի անցկացնելու և ապա վերադառնալով Հայաստան իրանք կրկին 6-ամսյա, այսպես ասած, ռեզիդենսից և իրանց հետազոտական աշխատանքներից հետո կրկին հանդես են գալիս ցուցադրություններով։ Սա մեր առաջին ռեզիդենսի ծրագիրն էր արվեստագետ Մերի Կարապետյանի հետ։
Եվ ցուցադրությունները կազմակերպվում են նույն ինստիտուտի տարածքում։ Ինստիտուտի արվեստի ստուդիայի նախագծի մաս է կազմում նաև մանկական գրքերի հրատարակման շարքը, որը կոչվում է արվեստը երեխաների համար, ուրեմն արվեստը երեխաների համար շարքի նպատակն է երեխաներին ծանոթացնել արվեստային մտածողության տարբեր շերտերին, գրքում ներառելով արվեստի պատմական տարբեր շրջաններ և ամենատարբեր արվեստային տեխնիկաներ։ Ծրագիրը նպատակ ունի նաև խաղային սկզբունքներով կառուցված ուսուցողական առաջադրանքների միջոցով ընդհանուր պատկերացում և գիտելիք տալ երեխաներին արվեստի և արվեստի գործի հիմքում ընկած ստեղծագործական պրոցեսների մասին, և այս շարքը նույնպես դեռ ընթացքի մեջ է, որը կտպագրվի արդեն այս տարի, ինքը շարունակական շարք է, այսպես ասած։ Ուրեմն ինստիտուտի գործունեության բուն ոլորտները սրանք էին, և ես կուզենայի շնորհակալություն հայտնել այս ամեն ինչը հնարավոր դարձնող հովանավորներին, կուզենամ նշեմ նախ և առաջ Կալուստ Գյուլբենկյան հիմնարկությանը, որի շնորհիվ աջակցությամբ իրականացվում են մեր ինստիտուտի հրատարակչական գործունեությունը, նաև ապրող գրադարան, այս ծրագիրը, ինչպես նաև ինստիտուտում կազմակերպվող միջոցառումները և հանրային սեմինարները, նաև Վաչե Սարգսյան հիմնադրամ, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Դեպի Հայք հիմնադրամ, Նյու Յորքի հայ ուսանողների ասոցիացիա և այլն, նաև անհատական հովանավորությունների միջոցով և այլ գործընկեր կազմակերպությունների, որոնցից են Զանգանք հրատարակչությունը, Ադամյան Հովսեփյան կուրատորական պրակտիկան, Բուն TV, On-Off անիմացիոն ստուդիա, Գյոթե կենտրոն, Ֆոկուս արվեստի հասարակական կազմակերպություն և այլն։ Սրանք ինստիտուտի գործունեության հիմնական ուղղվածություններն էին, եթե ինչ-որ հարցեր կան։ Շնորհակալություն, չափազանց հետաքրքիր աշխատանք եք տանում, ինձ համար շատ նորություն էր այս ամենի մասին լսելը, և մեկ վայրկյան ես մի հատ իրականության մեջ հարց ունեի, դուք խոսեցի, այսինքն երկու հատ հարց ունեմ, և հետո հարթակը կբացեմ ուրիշ հարց ունեցողների համար։ Առաջին հարցը երեխաների հետ այս աշխատանքի մասն է լուսանկարների հետ։ Ուզում եմ իմանայի տեղացիների, այսինքն հիմնականում Հայաստանում ապրողների կամ հենց թեկուզ Եղեգնաձորում ապրող մարդկանց, որոնք մասնակցում էին այս պրոյեկտին, նրանց վերաբերմունքը ինչ էր այս պրոյեկտի վերաբերյալ կամ նկատմամբ, և դրանից հետո ինչ եղավ, այսինքն ինչ արդյունքներ ստացաք և ձեր նպատակը ինչ էր այս ծրագիրը կազմակերպելու համար։ Շնորհակալություն։ Շատ լավ, շնորհակալություն հարցի համար։ Ես պետքա մեկ էլ մի բան նշեմ, որ ես փորձեցի շատ արագ ներկայացնել ինստիտուտի գործունեության ոլորտները, բայց պետքա նշեմ, որ այս ամեն ոլորտ ոնց որ ունի իր ծրագրի ղեկավարներին և աշխատում է լուրջ հետազոտական թիմ, արվեստագետների, մշակութաբանների և այլն, օրինակ մարզային ծրագիրը ունի իր ղեկավարը, կուզենամ նշեմ անուններ, Հերմինե Ստեփանյան, Արմենակ Գրիգորյան, նույնպես արվեստի ստուդիան և այլն, այսինքն իրանք էին իրականացնում այդ մարզային ծրագիրը, ես փորձեմ ասել, որ երեխաների տպավորությունները
սենց իրանց համար շատ նորություններ եւ շատ ոգևորված էին, կարամ այդպես ասեմ, անմիջականորեն ես չլինելով դրա մեջ, բայց իրանց այդ արտահայտությունը, որ իրենք կուզեն, որ դրանք լինեն շարունակական ծրագրեր։ Եվ մեր առաջնահերթություններից է դա, ցավոք դեռ ուրեմն մեկ անգամ է եղել 2022 թվականին, բայց մենք ցանկանում ենք շարունակել այս ծրագիրը, բայց իրանց տպավորվածությունը, ոգևորվածությունը բնականաբար շատ մեծ էր եւ իրանք շատ հետեւողականորեն իրականացնում էին այդ աշխատանքները։ Ուրեմն այս հետազոտական աշխատանքը, որ արվում էր մարզային մարզերի երեխաների հետ, ըստ էության նաև մեր գիտական հետազոտությունները նրանց հասանելի դարձնելն էր, բայց շատ ավելի մատչելի ձևերով, որոնք էին լուսանկարները։ Եվ մենք որպես հիմք հետագա մարզային ծրագրերի համար նախատեսում ենք նույնպես օգտագործել այդ մեթոդաբանությունը։ Հրաշալի, հրաշալի։ Հիմա եթե որևէ մեկը հարց ունի, խնդրեմ ձերք բարձրացնեք կամ կարող եք անգամ chat-ի մեջ գրել։ Խնդրեմ Տիգրան։ Լուսին շնորհակալություն, շատ հետաքրքիր ներկայացրիչ ձեր կառույցը։ Դուք ձեր հավաքածուներում, քանի որ գրադարանավարել ես աշխատել, հայատար թուրքերեն գրքեր ունեք, թե չէ։ Հայատար թուրքերեն չէ։ Որովհետև հիմա այդ թեմայով եմ ես զբաղվում, ինքը բավականին վատ ուսումնասիրված է եւ որտեղ ինչ կա հավաքում եմ։ Ափսոս։ Ամեն դեպքում եթե լինի, ինձ տեղյակ պահեք։ Հա, շատ լավ, հա։ Սիրելի Տիգրան, դու գիտեք, որ մեր գրադարանում մենք բավականին լավ հայատար թուրքալեզու գրականություն ունենք, եթե հետաքրքրված ես, կարող ենք խոսել դրա մասին։ Հա, ես գիտեմ, որտեղ WorldCat-ով ձեր գրադարանը անընդհատ տեսնում եմ յուսել եմ, բայց դա առանձին խոսակցություն է, հետո առանձին կգրագրվենք, մի քիչ բարդ հարցեր են էլի, պարզապես բան չի։ Այո, եւ թերևս Օրիոր Շաբոյանը, եթե հետաքրքրված է, կարող է մասնակցի մեր խոսակցությանը, կարող ենք համագործակցել դրա մասին։ Հա, խնդիր չի։ Եղավ, շնորհակալություն։ Ես մոռացա նշեմ, պատմեցի մեր ինստիտուտի ծրագրերից, ուրեմն մշակույթ եւ արդիականացում ծրագրից։ Մենք ունենք նաև մեր կայքեջը, որը կոչվում է Modernities.am եւ այնտեղ տպագրվում են մեր այս բոլոր հետազոտական աշխատանքները, ուրեմն դրանք եւ բացի այդ հետազոտական աշխատանքներից դուք կայքում կարող եք գտնել նաև վավերագրեր, որոնք թույլ են տալիս ծանոթանալ նաև հետազոտության ընթացքին, դրանք բուն նյութի հետ առնչվող կարան լինեն 2 էջանոց, 3 էջանոց հատվածներ, որոնք օգնում են ընթերցողին մտնել այդ հետազոտության ընթացքի մեջ, կարող են լինել պատկերներ եւ այլն։ Ես մոռացա ասեմ մեկ էլ մի կարևոր բան մշակույթ եւ արդիականացում ծրագրի հետ կապված, որ որպես կանոն ինչն է մեթոդաբանության նորությունը, որ որպես կանոն այս երկու բևեռները մշակույթի եւ արդիականացման իրենք ուսումնասիրվում են մեր գիտության մեջ, բայց մշակույթի եւ արդիականացման բևեռների միջև եղած հակասությունները եւ դրանց սերտաճումները չեն դարձել գիտական հետեւողական ուսումնասիրության առարկա եւ մեր նպատակն է նախ եւ առաջ հասկանալ այս լարումները։ Կներեք Օրիորդ Շաբոյան, կարող եք մի հատ էլ կրկնել ձեր կայքի անունը modernity.am ասեցի։
Հա, modernities.am Modernities, okay, շնորհակալ։ Ուրիշ հարց։ Ես մեկ հատ ինձ ես ուզեցի, որ ես հետ ուրեմն սա կայքն է, եթե այո, Օրիշաբոյան, այս է կայքը, չէ։ Ինձ մոտ ճիշտն ասած ցույց չի տալի։ Կներեք, մեկ վայրկյան։ Մեկ վայրկյան, ես մեկ հատ նայեմ։ Այս է, չէ, կայքը, modernities.am, տեսնում եք կայքը, չէ։ Ես եմ տեսնում, չէ, կարող է ես պետք։ Ես տեսնում եմ։ Վարքյան մեկ վայրկյան, ես կարծում եմ, որ հիմա ինչպես տեսնում եք։ Հա, հիմա երևում է։ Այո, սա էլ շատ հետաքրքիր ծրագիր է եւ շատ հրաշալի, շնորհակալ ենք այս ծրագիրը կազմակերպելու համար։ Եթե ներքև իջնեք, կգտնեք արդեն հետազոտողներին եւ իրենց հետազոտական աշխատանքները։ Հրաշալի։ Իդեպ գիտաժողովներն էլ կան կայքում, եթե հետաքրքրի։ Եվ ձեր գիտաժողովները արդյոք պարբերաբար են, թե երբ որ, այսինքն նյութեր ունեք, այսինքն կիսելու։ Կոնկրետ, եթե գիտաժողովների մասին է խոսքը, դրանք իրականացվում են 2 տարին մեկ անգամ, այսինքն մոդուլը ամփոփելուց, ամեն երկամյա մոդուլը ամփոփելուց հետո, բայց արդեն ծրագրի կոնտեքստում ոչ թե գիտաժողով, այլ լինում են հանրային քննարկումներ եւ սեմինարներ, բայց ինչ վերաբերում է գիտաժողովներին, դրանք 2 տարին մեկ անգամ են տեղի ունենում եւ հենց գիտաժողովի նպատակն է այս մեր հետազոտական փորձը հարաբերել տարածաշրջանային եւ միջազգային փորձառության հետ, դրա համար նաեւ աշխատում ենք մեր վրացի գործընկերների հետ այս համատեքստում։ Այս պահին տարածաշրջանից մենակ վրացիների ճիշտ ասած։ Առաջի քայլերն են, շատ լավ։ Եվ եթե որևէ մեկը հետաքրքրված է ձեր հետ համագործակցելու, թե անձնապես եւ թե ասենք ինստիտուցիոնալ ձևով, որևէ կազմակերպություն, ասենք թե գրադարաններ կամ համալսարաններ, ձեր վերաբերմունքը ինչպես, արդյոք դուք այդպիսի համագործակցությունները քաջալերում եք, թե եւ արդյոք որևէ այդպիսի համագործակցության առիթներ ունեք, թե ոչ։ Բնականաբար համագործակցությունները առաջնային են մեզ համար, մենք այս իմաստով օրինակ համագործակցել ենք ազգային գրադարանի հետ, Երևանի պետական համալսարանի, ամերիկյան համալսարանի, այսինքն տարբեր ծրագրեր են իրականացվել կամ մենք օրինակ վերջերս մեր հրատարակությունները ներկայացրել էինք ամերիկյան համալսարանում, այո, մենք քաջալերում ենք
Եվ իհարկե, եթե նաև դա ընդհանուր ինստիտուտի գիտական մտահոգությունների շրջանակում է եւ գիտական եւ կրթական։ Կամ այսինքն edge-ը, համարը հասցեն, մենք շատ բաց ենք ու ինստիտուտը գրադարանը աշխատում է երկուշաբթիից ուրբաթ օրերին ժամը 11-ից մինչև ժամը 8-ը։ Հրաշալի, շնորհակալ եմ եւ կներեք այս հասցեն այդ հասցենը որ ձեր հետ կարող են կապվել info@johannesyan.am կամ johannesyan.am մեկ վարքյան ես ձեր կայքում դուք կարող եք գրել նաև մեր Facebook-յան հիմնականում շատ ակտիվ ենք այդտեղով, բայց նաև մեյլով, չգիտեմ այստեղ կցված կա, ճիշտն ասած մեյլը թե ոչ։ մեյլը գրածա info@johannesyan.am Ահա, դա է։ Okay, մեկ հատ էլ ես փորձեմ share անեմ, կարծեմ share չէր լինում։ Հիմա ինչպես տեսնում եք։ Հա, հա։ Okay. Ուրիշ հարցեր, ես մեկ հատ chat նայեմ։ Նորա ջան, chat-ի մեջ, հա, chat-ի մեջ մի քանի հարց ա եկել։ Okay. So Diana Abramyանը հարցն է բարև ձեզ, ես նույնպես շնորհակալ եմ ներկայացման համար, ես սոցիալ մշակութային մարդաբան եմ եւ զբաղվում եմ հիշողության ներող եղեք մի հատ չեմ տեսնում լավ էս հիշողության Okay, նորից կարդամ, ես սոցիալ մշակութային մարդաբան եմ եւ զբաղվում եմ հիշողության ուսումնասիրություններով։ Անկեղծ ասած հիմա տեղս հարմար չէ, որ ինքս հարցում եմ, ուղղակի շատ էի ուզում իմանալ, խնդրում եմ հուշեք, ինչպես կարող ենք ներգրավել հետազոտական ծրագրերում այս կամ այն ձևաչափով։ Մեկ վարքյան։ Եթե խոսքը վերաբերում է նոր հետազոտությունների մասին, դրանք այս պահին, այսպես ասած, ունենք ինստիտուտում այս հետազոտական ծրագիրը, որի հետազոտողները արդեն կան, այսինքն գործող խումբ է 5-6 հոգանոց, կներեք ես ձեր տարիքը չգիտեմ, բայց որ նշեցի երիտասարդ հետազոտողների հետ այս համագործակցությունը մեր, որ ապրող գրադարանի առանցքային մասն է, նախ եւ առաջ այս պահի դրությամբ իրենք իրենց աշխատանքները ներկայացնում են մեր ինստիտուտում հանրային քննարկումներին եւ հենց մեր ինստիտուտի հետազոտողները գիտական խորհրդատվությունների միջոցով աջակցում են երիտասարդ հետազոտողներին, բայց եթե խոսքը վերաբերում է նոր հետազոտական ծրագրերի մասին, այդ երևի ըստ երևույթին քննարկման հարց է, որը այս պահի դրությամբ ես չեմ կարող պատասխանել էլի, այսինքն իմ բուն իրավասության, այսինքն պարզապես պետք է հանդիպել, հասկանալ եւ հասկանալ թե ինչ ճանապարհներ կարելի է գտնել համագործակցության համար։ Ուրեմն կամ եթե ինչ որ անուն կամ կապ ես անպայման կփոխանցեմ եւ տեղյակ կպահեմ։ Ուրիշ հարց ունենք անգլերենով Thank you very much for this presentation. How can those who want to support your work do so? Եթե հայերենով թարգմանեմ, թերևս եթե որևէ մեկը ուզի ձեզի օգտակար լինել կամ օգնել, ինչպես են կարող
այդ անել։ Շատ շնորհակալություն, ճիշտն ասած պետք է նշեմ, որ դա մեր համար ռեսուրսների հարցը շատ առանցքային է, այսինքն մենք ունենք շատ մտահղացումներ, որոնք ցավոք հենց դեռ այսպես ասած մեծ մասը չեն իրագործվում հենց այս ռեսուրսների բացակայության պատճառով ու մենք երբեմն կազմակերպում ենք դրամահավաքներ հենց գրադարանին օգնելու համար, մոտավորապես վերջին անգամ եղել էր 2 տարի առաջ, կարող եք, այսինքն այդ դրամահավաքների միջոցով է, որ նաև գումար է հավաքվում գրադարանի գործունեության համար, բայց պարզապես եթե ցանկանում եք օգնել, կրկին ոնց որ դիմում եք հաստատությանը ուղղակի ուղիղ կապ հաստատելու միջոցով եւ մենք շատ ուրախ կլինենք։ Lori, would you like to is that answering your question, or would you like to rephrase your question again? Okay, I have yes ուրիշ հարցումներ կան, Կաթրին Դեդեյան, բարև ձեզ, կարող եք մի քիչ ավելի տեղեկացնել արտասահմանում ուսանող հայ երիտասարդների մասին դարասկզբում, նրանք արևմտահայ կամ արևելահայեր էին։ Եթե կոնկրետ նշածս գործիչները Աշոտ Հովհաննիսյան, Միսակ Խոստիկյան, դրանք արևելահայեր էին եւ պետք է նշել, որ այս մարդկանց անունները սովորաբար օրինակ Աշոտ Հովհաննիսյանի ում անունով է մեր ինստիտուտը մոռացված են մեր պատմաբանության մեջ, ուրեմն իրանք նշեցի, որ օրինակ Աշոտ Հովհաննիսյանը ինքը խորհրդային Հայաստանի գործիչներից էր, բայց հենց նույն ինքը ստալինյան քաղաքականությունների համատեքստում ենթարկվել է աքսորի եւ այն քիչ գործիչներից է, ովքեր վերապրել են աքսորը եւ վերադարձել խորհրդային Հայաստան գործունեություն ծավալելու համար, այսինքն սրանք մարդիկ են, որոնց անունները մեզ հայտնի չեն, այսինքն ջնջվել են այդ ստալինյան քաղաքականությունների պատճառով եւ ուրեմն մեր նպատակն է ուրեմն հասու դարձնել նրանց գործունեությանը եւ դրանք ասենց ասեմ, որ հայ իրականության մեջ կարևոր ներդրում ունեցած թե գիտության մեջ, օրինակ պատմագիտության, փիլիսոփայության մեջ կարևոր ներդրում ունեցած գիտական գործիչներ են եղել։ 19-ից 20-րդ դարերում հիմնականում Գերմանիայի համալսարաններում ուսանած գործիչներ էին, ովքեր եթե սենց ասեմ այդ շրջանի նաև գործիչների համար գրավիչ էր գերմանական մշակութային ազգայնականության մոդելը, որը ինչն էր դրա էությունը, որ պետության բացակայության պայմաններում, հայերի պարագայում պետության բացակայության պայմաններում գերմանական մշակութային ազգայնականության մոդելը դա առհասարակ իբրև արդի ազգ կայանալն էր, նախ եւ առաջ այս մշակույթի լեզվի միջոցով, երբ որ դու չունես պետականություն եւ հայ գործիչների համար դա շատ գրավիչ մոդել էր, դրանով է պայմանավորված նաեւ այդ շրջանում հայ գործիչների տարվածությունը գերմանական այդ մշակութային
մշակութային ազգայնականությամբ եւ այս բուրըն հոսքը, ուսանողության բուրըն հոսքը մասնավորապես գերմանական համալսարաններ, որովհետեւ այդ մոդելը պետություն չունեցող ազգի համար նախ եւ առաջ մշակույթով կայանալու մոդելը գրավիչ էր թվում։ Սա այդ ըստ էության նախապայմաններից մեկն է եղել։ Շնորհակալություն Լուսին եւ ճիշտ այդ առումով էի ուղում հարցս։ Ուրիշ հարցեր։ Եղավ թե Աշոտ Հովհաննիսյանը որտեղից էր, ճիշտ կարդացի, միտեղ ոնց որ այդպիսի հարց եղավ։ Դուք տեսնում եք այս չաթերը։ Միսակ Խոստիկյանը Վանեցի էր, իսկ Աշոտ Հովհաննիսյանը Շուշեցի էր եւ հայտնի պատմաբան է առ այսօր։ Այո։ Պարոն Տիգրան Զարգարյանն է խոսում։ Այո, խնդրեմ։ Եթե խոսքը վերաբերում է Աշոտ Հովհաննիսյանին, հա, ինքը Շուշեցի էր ու այս ոչ միայն Աշոտ Հովհաննիսյանը, այլև Խորհրդային Հայաստանի այլ հիմնադիր ղեկավարներ, մենք պետք է նկատի առնել, որ իրանք նախ եւ առաջ ազգային կուսակցություններից դեպի կոմունիզմ եկած գործիչներ, ինչը որ այս հակասությունը հիմնականում կա հայ քաղաքական մտքի պատմության մեջ, այս ազգային, եթե ազգային, ուրեմն հակախորհրդային եւ եթե խորհրդային, ուրեմն հակազգային։ Սրանք գործիքին, որ սա ըստ էության նույնպես դա ստալինյան քաղաքականության տրամաբանության մեջ է աշխատել, երբ որ ամեն ինչ հետահայաց ջնջվել եւ միատարածվել է, այնինչ այս շրջանում իրանք նույն Աշոտ Հովհաննիսյանը Շուշիում ներգրաված էր դաշնակցության խմբակներում, ազգային ազատագրական խմբակներում եւ Գերմանիայում իր ուսանելուց հետո եւ այլն, նրանք բեկում են իրականացնում, այսինքն ազգային կուսակցությունից դեպի սպեցիֆիզմ եւ այնուհետեւ կոմունիստական կուսակցություն։ Ուրեմն այս բարդ կապերը առանցքային են նաեւ իրան հասկանալու համար։ Շնորհակալություն։ Շատ հետաքրքիր թեմա է, նաեւ քիչ հետազոտված այս թեմաները։ Ուրիշ հարցում։ Շատ շնորհակալ եմ Օրիոր Շամոյան, շատ հրաշալի այսինքն դասախոսություն էր մեզ համար մեծ նոր, ինձ համար առնվազն շատ հաճելի նորություն էր ձեր տարած աշխատանքը, կհուսամ, որ ապագայում շատ նոր համագործակցության առիթներ կլինի մեր մեջ, բոլոր ներկաների մեջ, եթե հետաքրքրված են ներկաների եւ ձեր կազմակերպության հետ, խնդրում եմ կապի մեջ լինեք մեր հետ եւ վերջին անգամը, եթե հարց ունեք, խնդրեմ, եթե ոչ, փակենք այսօրվա մեր ծրագիրը, քանի որ գիտեմ Երևանում շատ ուշ ժամ է, արդեն գիշերվա ժամի 9, եւ ոչ մի հարց չեմ տեսնում, ոչ մի ձեր լավ։ Շատ շնորհակալ Տիկին Օրիոր Շաբոյան եւ բոլորիդ, որ ներկա եք գտնվել այսօր մեր ծրագրին, կհուսամ, որ ձեզ համար բավականին հետաքրքիր լինել եւ նոր բաներ սովորածենք այս բոլորից։ Շնորհակալություն եւ կհուսանք, որ շուտով ձեզ կհանդիպենք մեր հաջորդ ծրագրում։ Բարի գիշեր։ Շնորհակալություն։ Ցտեսություն։ Նապես բարի գիշեր։